Վատ վիճակ կլինի, որովհետև մեր դաշնակից Ռուսաստանի իշխանությունն էլ կսկսի մեր հարցերը քննարկել կամ մեր հարցերը վիճարկել հարևան որևէ ազդեցիկ երկրի հետ կամ Եվրամիության հետ։ Ինչու է Ռուսաստանն ավելի այսքան մեծ ազդեցություն ունելով տնտեսական, այսքան մեծ կախվածություն, գազի գին, հոսանքի, ապրանքաշրջանառություն, առևտրաշրջանառություն եւ այլն, շատ ավելի կաշկանդված է ընտրությունների հարցում, ոնց թե Եվրոպան, ինչու՞։ Շատ པարզ պատճառով։ Մենթալ քաղաքակրթական պատմական հարաբերություններ եւ քաղաքագիտական առումով հետնաբակ դու Եվրոպայի համար չես եղել։ Հիմա էլ ինքը քեզ դաշնակցի աշկերով չի նայում, ինքը գործընկեր է իր համար, որի շահերը շատ հանգիստ կզոհաբերի, որտեղ էներգետիկ շատ կարևոր համագործակցություն ունի Ադրբեջանի հետ եւ այլն։ Ռուսաստանի համար դու կենսական շահերի տարածք ես, դրա պատճառով 300 եւ ավելի տարիներ ձևավորվել են պատմական, քաղաքակրթական ինչ-որ ընդհանուր բաներ։ Եվ երկրորդ ձեր հարցի երկրորդ պատասխանը իհարկե ունի, Արևմտյան ինստիտուտները շատ վաղուց փափուկ ներազդեցության բազմաթիվ լծակներ ունեն մշակած, ցավոք սրտի Մոսկվայում այդ շատ ուշ են հասկացել, իրանք կամ կոշտ են արձագանքում, կամ փափուկ ազդեցության լծակներ չունեն։ Ասում եք ինչի պատժամիջոցներ չեն կիրառում Հայաստանի դեմ։ Ցավոք սրտի, որովհետև դրանից առաջին հերթին հայ ժողովուրդն է տուժելու, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, իսկ իրանք չեն ուզում երկարաժամկետ կրթվածքով հայ ժողովրդի համակրությունը կամ կորցնել կամ թշնամանք վաստակել խորքային։ Պատճառը նաև է, որ փափուկ ներազդեցության գործիքներ չեն։ Ուկրաինան դաշ չեղավ։ Թույլ կտամ ինձ ասել, որ ամենայն հարգանքով Ռուսաստանի իշխանության եւ հասարակության նկատմամբ իրանց բյուրոկրատիան բավականին դանդաղ է աշխատում եւ ցավոք սրտի կարճաժամկետ կտրվածքով ես գիտեմ, որ մի օր իրանք վերադառնալու են, ցավոք սրտի կաղա Հայաստանից մի փոքր կտոր մնացածնի հետ միջև վերադառնան, բայց ցավոք սրտի իրանք փափուկ ներազդեցության միջոցներ չունեն։ Իրանցը այնպիսի լծակների են տիրապետում, իհարկե շատ ուժեղ, որոնցից ցանկացածի կիրառումը հարվածելու է առաջին հերթին Հայաստանի շարքային մարդուն։ Օրինակ, երբ որ եթե Լարսը արտահանման խոչընդոտներ ստեղծեն, այն տասնյակ հազարավոր ծաղիկ արտադրող մարդիկ են տուժել։ Օրինակ եմ ասում։ Նրանց տնտեսություններն է փակվելու, Նիկոլ Փաշինյանն էլ ելնելու է ասի, այ տեսակ են թշնամական Ռուսաստանը եւ այլն։ Այդ խոսակցությունն է, չէ՞ գնալու։ Ուղղակի այս անգամ իրանք դասեր են քաղել։ Այ որ 18-ից 20 թվերին իրանք բացահայտած լինեին Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչ փաթեթ են դրել։ Մենք այդ հետո չի մանու։ Դասեր են քաղել եւ ինչ են անում։ Դասեր քաղել դուք հիմա առաջին բանը նկարագրեցիք, որ եթե այս քայլին գնան, ինքն կասի, այ տեսեք, հետեւաբար ինչ դասեր են քաղել եւ ինչ են անում, օրինակ ինչ որ փոփոխություն նկատելի է այս քաղաքականության մեջ։ Հա, շատ ավելի անկեղծ են կոմունիկացում մեր հասարակության հետ, որը այնուամենայնիվ հասարակական կարծիքի վրա ազդում է, որովհետեւ մի բան է, երբ որ դու ոչինչ չես լսում, ուղղակի փոխհրաձգություններ են պաշտոնական Մոսկվա-Երևան տիրույթում։ Մի բան է, երբ որ քեզ հանգիստ բացատրում են, այս քաղաքականության շարունակությունը գազի սակագնի վրա ոնց է ազդելու, արտահանման ծավալների վրա ոնց է ազդելու եւ այլն եւ այլն։ Դե ԿՊ-ն կասի, բա մեր եղբայրները ամեն ինչ կտան մեզ, թուրքերը, գազ, բենզին, հաց։ Ես ընդհանրապես առաջի անգամ եմ լսում։ Չէ, այտենց բան։ Սա ընդհանրապես առաջի անգամ եմ լսում, որ որևէ պետություն չէ կարգավորված հակամարտության պարագայում էներգետիկ կամ անվտանգային երաշխիքների մասին խոսելից ակնարկի իր հակառակորդ պետությանը։ Այո, դե բայց փաստ է։ Այդ նշանակում է։ Չէ, փաստ է, բայց նաև քարոզով նաև մցրել է ժողովրդին ստորագրել պետության կործանման։ Մենք դա հասցրել ենք մեր ժողովրդին։ Գիտեք, դե հիմա օրինակ ձեր YouTube-յան ալիքը մաքսիմում է հասցրել։ Մյուսները ամեն ձևի, բայց եկեք մի բան նկատի ունենանք։ Միլիոնավոր եվրոներ եւ դոլարներ որ մեր ալիքի նման 40-ատ լինի։ Որ հա 40-ատ, 50-ատ ու շատ ավելի տեխնիկապես հագեցած։ Հիմա դուք տեսնում եք ինչ արագությամբ են իրանք ընդդիմությանը վարկաբեկող կեղծ տեսահոլովակներ տարածում։ Դուք տեսնում եք իրանք ինչպիսի արագությամբ են տարբեր բաներ անում, այսինքն ցավոք սրտի
այս որ խոսում ենք կան արդյունավետ ընդդիմությունից բանից, հա հիմա ընտրարշավը որոշակի արդյունավետություն մենք տեսնում ենք, բայց տնային նախապատրաստական աշխատանքի առումով ավելի ըստ ամենայնի ցավոք սրտի ընդդիմությունը դերևս կաղում է, որտեղ մենք տեսնում ենք իշխանությունը այս բոլորը իրանց օրակարգերն է, չէ՞, հիմա մեզ է կպե մենք հակադարձում ենք։ Ինչն է խանգարում, որ 3 այդպիսի ուժերին հիմա ստացվում է, որ իրենք էլ են կաշկանդված, հա, այն որ տևական ժամանակ այս քարոզությունը տարել է։ Ինչ է խանգարում, որ այդ 3 ուժերը ընդհանուր մեկ նարատիվ ունենան, պայմանավորել։ Ոչինչ չի խանգարում, ես կարծում եմ նույնիսկ հանրավակի ժամանակ Հայաստան դաշինքի չեմ ասում առաջնորդներ, բայց նույնիսկ աջակիցները լինեն, մի բան ասում են, համատեղ ներդաշնակ մեսիջ պիտի ասել։ Այո, դա ինչն է խանգարում։ Համատեղ ներդաշնակ մեսիջ, որ դու ամսի 8-ին 7-ին զրկվելու ես իշխանությունից։ Չէ, բայց եթե որպեսի հասնես դրան, պիտի ինչ ընդհանուր խոսույթ լինին առաջինները ընդհանուր բաներ։ Եթե բոլորս այդ նույն բանը, բա ինչի՞ չի արվում։ Մեկն էլ դուք եք, մյուսն էլ է գալիս այստեղ խոսում եք։ Եկեք հարգելի անշել, ասեմ, որ նարատիվային խոսույթային ներդաշնակություն շատ մեծ շապով ձևավորվել է ընդդիմության խոսույթում։ Որ ինչ է, որ Նիկոլե Դավաճանն է Արցախը Չէ, որ Նիկոլե հեռանալու է, որ մենք բոլորս հետևողական ենք առանց կայլ նահանջելու։ Չէ, ինչու է հեռանալու, դուք հիմնավորել եք, դուք հասցրել եք, այդ միաստակը ձևավորել եք, որ այս մարդը պատրաստ է 300,000 ադրբեջանցի։ Հա, 300,000-ի մասին խոսացել են բոլոր ընդդիմադիր 3 առաջնորդները։ Այդ գիտակցումը կա, որ պիտի, ախր պիտի մի ուժը ասի, մյուսը դա զարգացնի, մյուսը 40 տեղ ասի, այն մյուսը կրկնի 300,000-ի մասին, համ Ծառուկյանն է խոսել, համ Սամվել Կարապետյանն է խոսել, համ Ռոբերտ Քոչարյանը, որ իրա ընտրվել է։ Լավ, մի բան ես ասեցի, բայց ընդհանուր դուք պիտի ունենաք, չէ՞, ինչ որ 5 կարևորագույն Չէ, որ ընդդիմությունը մի քիչ ավելի հասարակության հետ կոմունիկացվելու խնդիր ունի եւ գործողությունները ներդաշնակեցնելու, դա փաստ է։ Մեղմ ասեցիք մի քիչ, պարոն Սուրենաց, խնդիր կա, եկեք ասենք, որ խնդիր կա, բայց նաև ժամանակ է կա այդ ամեն ինչը շտկելու։ Իհարկե, բայց հիմա շատ ավելի ներդաշնակ են, քան 20 օր առաջ, դա կա էլի։ Ու այլ խնդիր է, որ 3 շաբաթը շատ երկար ժամանակ չի, պիտի 24/7 ռեժիմ լինի աշխատանքային, որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծենք, որովհետև թշնամին շատ նենգ է, ու թշնամին հասել է մեր երկրի սրտին, որովհետև հիմա Ալիև, Արևմտյան Ադրբեջանն այդ պլանը արդեն գործողության մեջ է, 18-ին իրենք արդեն պլանավորել են ամսի 18-ի ՔՊ-ն ըստ էության, դա Արևմտյան Ադրբեջանի ֆրակցիա է Հայաստանում, դա ըստ էության, որովհետև Էլի եմ կրկնում, բոլոր կեղծ նարատիվները ադրբեջանական եւ թուրքական արդեն Հայաստանում հնչել են։ Եվ ամենակարևորը, այնուամենայնիվ ես տեսնում եմ, որ երբ Նիկոլ Փաշինյանին հարց տվողը լինում արցախցի, շատ ավելի ագրեսիվ է տոնելնում, այսինքն հիմա հասկանալի է, չէ՞, ինչի ենք այն զոմբի շերտերին հակարցախյան տրամադրություն։ Իհարկե, որ ձեր հաշվին են ապրել։ Ես մի բան էլ ասեմ, գուցե պետք չի ասել, բայց ժողովուրդը պիտի հասկանա, որ սթափնայինք վիճակին եւ իսկապես փոփոխությունները անխուսափելի դարձնենք։ Նիկոլ Փաշինյանի փամփուշտները սպառվելու մեջ է, իր վերջին փամփուշտներից մեկը քաղաքացիական բախումներ կամ պատերազմ հրահրել։ Իսկապես։ Իհարկե։ Բա եղբայրները։ Բա միջամտելու են այդ դեպքում։ Հա։ Դա հենց ուղիղ միջամտության բան է, էլի դուռը բացելու։ Բա եթե բան եղավ իրանց հարևանությամբ, պատրվակներ են գտնելու, որ լիքը պայմանավորվածություններ ունենք, այդ երկրում խժդժությունները, պետք է միջամտենք, որ պայմանավորվածությունները հարգվեն, խաղաղությունը չտուժի եւ այլն եւ այլն։ Այսինքն, այս մեր հասարակությունը առանց չափազանցության եմ ասում, հունիսի 7-ը մեր հասարակության վերջին շանսն է։ Դե